Բարև ձեզ, հարգելի ընկերներ, այս երեկվանից սկսած անդադ լսում եմ, տեսնում եմ կապված այս վերջի իրադարձությունների հետ, ինչ անել այդ հարցը, անընդհատ գեներացվում է, ամենտեղ այդ հարցն է քննարկվում, բա ինչ անել այս ստեղծված իրավիճակի շուրջ։ Նախ սկսեմ նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն ընդդիմությանը աշխատում է 24 ժամյա ռեժիմով, աշխատում է իր միակ նպատակի ուղղությամբ, երբեմն արդյունավետ, հիմնականում արդյունավետ, երբեմն ոչ արդյունավետ, իսկ իր հիմնական նպատակը ամեն գնով իշխանության մնալն է։ Ինքը, դա գիտենք բոլորս, ինքը պատրաստ է ամեն ինչ հանձնի, ինքը այդ նպատակի համար պատրաստ է ամեն ինչի, բայց տարբերությունը հիմնականում կայանում է նրանում, որ ինքը այդ նպատակի համար նաև աշխատում է, այսինքն ինքը աշխատանք է տանում։ Ընդ որում քաղաքական օրակարգի վերջին 6 տարվա քաղաքական օրակարգի փոքրիկ բացառությամբ սրբազան պայքարից մնացած բոլոր 6 տարվա քաղաքական օրակարգը ամբողջությամբ թելադրում է ինքը։ Ընդդիմությունը զբաղված է ռեակցիոն գործողություններով, այդ մասին հեսա կանդրադառնամ, ավելի մանրամասն խոսամ, այսինքն ինքը ինչ որ թանկացնում է տրանսպորտը, հետո տենց էժանացնում է, թե ինչ-որ եսի ինչ են անում, էժանացնում է, չգիտեմ, հարկային բեռնա բարձրացնում, հետո մարդիկ ինչ-որ քաղաքական օրակարգ է ձևավորում դրա շուրջ, հետո տենց բան, ու տենց անդադ 6 տարի ինքը քաղաքական օրակարգի թելադրողն է։ Հետևաբար, եթե նրա դեմ իրական պայքար է գնում, առաջին հերթին պետք է այդ պայքարողը քաղաքական օրակարգը ինքնուրույն թելադրի, ինքը իր սեփական քաղաքական օրակարգով պետք է առաջ գնա, ոչ թե ռեակցիոն, ասեք Նիկոլը արեց մի հատ ինչ-որ եզրություն, այդ եզրության մասին քննադատություններ կամ բողոքներ, կամ չգիտեմ, եւ միգուցե նաև ոչ բողոքներ, այսինքն ռեակցիոն գործողություններով անհնար է հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Ինչա տեղի ունենում հիմա, ես այդ անպայման ուզում եմ ձեր հետ կիսվեմ, որտեղ ես նաև հասկացա, որ շատ մարդիկ նաև չեն հասկանում ինչա տեղի ունենում հիմա։ Նիկոլ Փաշինյանը զրկվել է աշխարհաքաղաքական աջակցությունից։ Առաջին հերթին արևմուտքի աջակցությունից է զրկվել։ Հավաքական արևմուտքը, ԱՄՆ-ն, ում դեմքով ներկայանում հավաքական արևմուտքը, այսպես ասած, ժողովրդական ձևով ասած, դաբրոն գնացել էր ինքը ստանալ Թրամփի ընտրություններից հետո Միացյալ Նահանգներում, դա չստացվեց իր մոտ։ Դա խայտառակ պայեստ կա էր, այնտեղ իրան ոչ մեկ չընդունեց, ինքը այդ օրը ինչ իվենթ կար Ամերիկայում գնաց մասնակցեց այդ իվենտներին, ինչ-որ կանոնական եսի մի ինչ բան եւ այլն, որ շատ աննպատակ չերևա էլի իր այցու գնաց մի հատ ինչ-որ սալֆետկեքի ֆոնի վրա նկարվեց ԱՄՆ փոխնախագահի հետ, ենթադրում եմ իրան այդ նկարից առաջ հստակ ասել էին, որ ապեր մենք քո ժամանակը չունենք, մենք քո իշխանությունը պահելու հարցով չենք կարա քեզ օգնենք։ Դա արդեն հստակ է ԱՄՆ-ն չի աջակցում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Ռուսաստանի Դաշնությունից այս պահի դրությամբ հրապարակային կամ, չգիտեմ, մեզ հայտնի որևէ արձագանք չկա, բայց ինքը ենթադրում է, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ շատ հնարավոր է ինչ-որ մի փուլում հրապարակային ցույց տա, որ չի աջակցում իր իշխանությանը մնալու, իշխանությանը կարճած լինելու օրակարգին։ Մնաց Թուրքիան։ Թուրքիային Նիկոլ Փաշինյանը արեց առաջարկ։ Մոտ մի ամիս առաջ Էրդողանին ինքը ասեց ես այն հայն եմ, այն բացառիկ վիճակայում Հայաստանում, որը պատրաստ է ամեն ինչ տա, մենակ օգնի մնամ իշխանության։
Եվ արեց հետևել առաջարկ, ասեց ձեր այդ թուրքական երազանքները, որը դուք միշտ դարեր շարունակ ունեցել եք ձեր էրոտիկ ֆանտազիաները Հայաստանի հետ կապված, որ կա, որ չեք արել, չեք կարացել անել։ Ախպեր, ես այդ տղեն եմ, ես դա կանեմ։ Ես կանեմ դա, բայց կանեմ ընտրություններից հետո այդ սահմանադրության փոփոխություն եւ այլն։ Հետեւաբար ինքը ինչ ասեց, ինքը ասեց Էրդողան ջան, утром деньги, вечером стулья։ Ինձ 2026-ին ընտրեցրա, ես 2026-ի իմ ընտրություններից հետո կանեմ ձեր թուրքական ամեն ինչը որ դուք ուզում եք, ախպեր։ Սա իր առաջարկն էր, Նիկոլ Փաշինյանի առաջարկն էր Էրդողանին։ Էրդողանը անցած տարվա Էրդողանը կարար դա աներ, որովհետև անցած տարվա Էրդողանը ուներ շատ ծանրակշիռ ազդեցություն ամբողջ աշխարհում։ Երբեմն նրա կշիռը իրան դարձնում էր թիվ 1 քաղաքական գործիչ ամբողջ աշխարհում, որովհետև գոյություն էր Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններ, մի կողմից Ռուսաստանն էր, մյուս կողմից հավաքական արևմուտքն էր, մեջտեղում Էրդողանն էր ու իր կշիռը այդտեղ երբեմն նաև Ռուսաստանից ու Միացյալ Նահանգների Բայդենից ավելի ծանր էր դառնում։ Հետևաբար ինքը այդ փուլում կարար գնար ենթադրենք Պուտինի մոտ կամ Բայդենի մոտ ինչ-որ մի հատ ինչ-որ խացել կեքով ասել ախպեր կլինի Նիկոլին պահենք բան եւ այլն եւ այլն։ Հիմա այս պահի դրությամբ Նիկոլը ասում է, որ ախպեր ես չեմ կարող ռուսների հետ խոսամ, ես չեմ կարող ամերիկացի հետ խոսամ, Էրդողան ջան, տես քեզ ձեռա տալի իմ ստեմանալը։ Դու կլինի գնաս խոսաս ռուսների կամ ամերիկացի հետ, ես մնամ շարունակեմ իշխել Հայաստանում, վայելել իշխանությունը։ Ըստ էության երեկվա իրադարձությունները իրանք Էրդողանի պատասխանն էին Նիկոլ Փաշինյանին։ Նախ սկսեմ նրանից, որ 4 օր առաջ, օր սխալվում եմ, բան չի, Ալիևը Էրդողանի մոտ էր, Թուրքիա էր գնացել։ Սաղս հասկանում ենք, չէ՞, որ Ալիևը գնացել էր Թուրքիա, որ հենց մեր հարցերի շուրջ նաև հաստակեցում մտցներ։ Ու Թուրքիայից վերադառնալուց անմիջապես հետո հայտարարեց, որ միակողմանին, որում նաև անակնկալ Նիկոլի համար հայտարարեց, որ վсё, այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, որ իրականում կապիտուլյացիայի պայմանագիր է, այդ արդեն իրանք համաձայն են, բայց ասում են նաղդմ, ախպեր, նաղդ, մենք չենք սպասելու 26 թվականի ընտրություններին, որ դու այտենց վերընտրվես, դու հենց հիմա փոխի, ախպեր, սահմանադրությունն էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ, այդ երկու կետն է, այդ էլ արագ փոխի, մենք էլ լծվենք քո իշխանության պահպանմանը, մոտավորապես սենց։ Պատճառաբանեց երեկա Ալիևը, որ մենք չենք հավատում այս իշխանություններին, իրականում դա նշանակում է, որ նույնիսկ թուրքերը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի օրերը հաշված են, ինքը ամեն վարքյան կարա գահընկեց արևի Հայաստանում։ Իրանք բավարարել ուժ չունեն պահելու Նիկոլին, ուզում են այս կարճ ժամանակում, ինչքան ըստ թուրքերի, ինչքան հələ Նիկոլը իշխանությունն է, այդ պահի դրությամբ ինչ կա քերեն ախպեր իրանից։ Այսինքն թուրքերն էլ իրանց բան առաջարկ արեցին, ասին утром стулья, вечером деньги ախպեր։ Սա է այդ նյարդային ԱԳՆ-ի նախարարի ու Նիկոլ Փաշինյանի նյարդային այդ վիճակի պատասխանը, որովհետև ըստ էության թուրքերն հրաժարվեցին, չկարողացան միգուցե, որտեղ ինձ թվում է շատ կուզենային, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հավերժ իշխեր Հայաստանում, բայց իրանց համար ցավոք սրտի, մեր համար բարեբախտաբար, իրանք այդ ազդեցությունը այլևս չունեն այդ աստիճան ազդեցությունը, բայց ազդեցություն ունեն, բավական ազդեցիկ են աշխարհում։ Թուրքերը այդ առումով ձիով քայլ արեցին, խոտկանյոմ արեցին ու ասացին, ախպեր, մենք չենք հավատում, որ դու տենց մնալու ես, մենք էլ ուժ չունենք, որ քեզ տենց պահենք, օգնենք մնաս, դրա համար քանի հլստես մի հատ արի, ես ամեն ինչը արա։ Ուրեմն եթե ինչ որ հրաշքով
Նիկոլին հաջողվի այս իրավիճակը sense տանել դեպի 2026 թվականի ընտրություններ, դա կնշանակի, որ ինչ որ հրաշքով Նիկոլին հաջողվել է իր իշխանության մնալու հարցերը արտաքին ուժերի հետ, արտաքին ուժերից ինչ որ մեկի հետ կամ բոլորի հետ կարգավորել։ Դա է պատճառը, որ ես շատ ցավագին եմ տանում 2026 թվականի ընտրությունների մասին ցանկացած խոսույթ։ Այս պահի դրությամբ 2026 թվականի ընտրություններից խոսացել են երկու մարդ։ Առաջինը դա Նիկոլ Փաշինյանն է, ով որ Էրդողանին առաջարկել է ասել է 2026 թվականի ընտրություններին մոտապես բուն առաջարկն եմ ասում, խոսքը եղել է սենց, որ մենք անպայման կփոխենք սահմանադրությունը անմիջապես 2026 թվականի ընտրություններից հետո։ Երկրորդը դա երկրորդ նախագահն է, ով որ իր ասուլիսում խոսացել է 2026 թվականի ընտրությունների մասին։ Սա որպես գոյություն ունեցող փաստ եմ ասում։ Այս բայդրությամբ ամբողջ քաղաքական դաշտում չկա երրորդ ուժը, ով որ որևիցե մի խոսք ասած լինի 2026 թվականի ընտրությունների մասին։ Հիմա հետևաբար հարց է առաջանում, բա ինչ անել։ Այդ հարցը առաջանում է սովորական հասարակ մարդկանց մոտ, ովքեր քաղաքական գործիչներ չեն, ովքեր քաղաքական ակնկալիքներ չունեն 2026 թվականի կամ որևէ այլ ընտրություններից, ում նպատակը ընտրությունը չի, ում նպատակը ի վերջո տրամաբանական Հայաստան ունենալն է, որտեղ ամեն օր, ամեն ժամ նույնիսկ արդեն տենց սյուրպրիզներ չեն լինի։ Ես ձեզ ասեմ, հիմա ձեզ մոտ կանխատեսում անեմ, ապրիլ ամիսը արագ սրընթաց իրադարձությունների ամիս է լինելու։ Մարտի վերջից մինչև ապրիլի վերջ։ Այդ հատվածը լինելու անընդհատ սրընթաց, արագ, խառը sense մի հատ իրավիճակների ամիս։ Արտաքին դաշտում, մեր դաշտում, սաղ տեղերով sense անընդհատ sense ինչ-որ արագ տոպ բաներ է լինելու, որ ամեն օր զարթնելու եք զարմանակ ինչ-որ բաների վրա։ Հասարակ մարդը ինչ անի։ Սովորական մարդը, ով որ չի ուզում քաղաքական գործունեությամբ զբաղվի, ապրում է իր կյանքով։ Ինչ անի այդ մարդը։ Այդ մարդուն առաջարկում է քաղաքական ընդդիմությունը առաջարկում ասում է ախպեր ես չեմ կարում դու գնա արա։ Ընդ որում ինչ որ առումով համաձայն եմ։ Դա խոսում է այդ առաջարկողի իմպոտենտության մասին քաղաքական։ Այսինքն ինքը ընդունում է, չէ՞, առաջին մասով ասում է ես չեմ կարում, ես քաղաքական գործիչ եմ, ես ԱԺ падգամավոր եմ, ես ինչ-որ բաներ պետք է անեմ, չեմ կարում ախպեր, դուք գնացեք արեք։ Շատ լավ։ Դեպքում նորից եկեք անդրադառնանք ինչ անել հարցին։ Սա շատ կարևոր հարց է։ Ինչ անել։ Խոսքը վերաբերվում է ինչ անել հասարակ մարդկանց մասին։ Ինչ անել ընդհանրապես հանրությանը։ Ժողովուրդը, հասարակ ժողովուրդը ընդդիմությունից ակնկալում է քաղաքական գործիչներից, քաղաքական ընդդիմությունից, այս պահի ակտորներից ակնկալում է անհապաղ արդյունավետ գործողությունների կազմակերպում։ Հասկանում եք, երբ որ ասում են ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչը X, որ ասում է ախպեր մենք չենք կարում հենա հրապարակը ազատա դուք արեք, դա նույնն է, ինչը որ Նիկոլը պատերազմի ժամանակ ասում էր, որ գնացեք ջոկատներ կազմեք 5 հոգանոց թուրքի դեմ կռվեք։ Գոյություն ունեն ինստիտուտներ։ Պատերազմի ժամանակ այդ ինստիտուտը պետությունն է, բանակն է, ասած իր բոլոր կառույցներով, մատակարարումով, չգիտեմ, զորքերի տեսակներով, գենշտաբի քարտեզներով ու եսի ինչերով, այդ ամեն ինչով, 5-6 հոգանոց խմբերով չեն կռվում կանոնավոր բանակի դեմ։ Դա գիտեր նույնիսկ Նիկոլը այն ժամանակ, երբ որ ասում էր։ Հիմա քաղաքական պայքարի մեջ ինստիտուտը դա քաղաքական ինստիտուտներն են, ազգային ժողովն է, քաղաքական ընդդիմությունն է, կուսակցություններն են, քաղաքական գործիչներն է դա ինստիտուտը։ Հիմա այդ ինստիտուտները մեզ ասում են գնացեք 5 հոգանոց ջոկատներ կազմեք, կռվեք, հաղթեք ախպեր։ Ի որն է այդ երկու խոսույթի տարբերությունը։ Այդ երկու խոսույթի նմանությունը կա, տեսնում եմ, երկուսն էլ զավեդը չեն ուզում ոչ մի բան անեն հաղթանակի համար։ Ոտները ոտներին գցել են, ասում են դե թող իրանք ժողովուրդը գնա
ինքնաբուխ կերպով ինչ որ եսի միջեր անի, պարտվի ծեծուտի կարմիր բերետներից ու հետ գա տունը նստի, ասի դե չկարացանք։ Այսինքն դա ուղիղ գործողությունն է, այդ տման խոսույթը գնացեք ինքները տարեքը, դա խոսույթը պատասխանատվությունից խուսափելու պատասխանատվությունը սեփական ուսերից շպրտելու ժողովրդի վրա այդ խոսույթը, ուրիշ ոչ մի բան։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ժողովուրդը սպասում է քաղաքական առաջարկի, բոլոր հարցումները, բոլոր։ Այս վերջի հարցումները ցույց է տալի, որ մոտ 70% մարդ կա, որ դեմա բոլորին, դեմա Նիկոլ Ռասկլադով ոչ մեկին չի տեսնում, այսինքն չի տեսնում իր քաղաքական առաջարկը։ Մարդիկ չեն տեսնում այն առաջարկը, որ այդ քաղաքական առաջարկը, որի հետևից կգնան։ Հիմա ինչ անեն այդ մարդիկ։ Ինչ անեն։ Առաջին հերթին հավաքական ընդդիմությունը մի քիչ կապը թույլ է, եթե կապը եկավ, շարունակեմ։ Խոսքը այն իսկական ընդդիմություն ասելով ես նկատի ունեմ այն ընդդիմությանը, ում օրակարգի առաջին կետը Նիկոլի հեռացումն է։ Ոչ թե իր իշխանության գալը, ոչ թե Նիկոլի հետ պասերով համագործակցելու արդյունքում ժողովրդի թիկունքում տենց ինչ-որ բաներ արդյունքում ինչ-որ բան կպցնելը, այլ Նիկոլի հեռացումը։ Նիկոլի հեռացումից հետո որը ինչ ուզում եք արեք ախպեր։ Ես դեմ չեմ։ Ընդ որում մեթոդները շատ չեն։ Նիկոլի հեռացման մեթոդները շատ չեն։ Մեթոդներից մնացել է impeachment ու հրաժարական։ Հրաժարականի պահանջ։ Երկուսն էլ ենթադրվում են փողոցային լայն պայքար։ Երկուսն էլ այդ են ենթադրում։ Փողոց, նաև այդ process-ի հետ զուգահեռ փողոց էլ է լինելու։ Ըստ էության միակ ռացիոնալ տարբերակը մնացել է impeachment-ը։ Ընդդիմության այդ իմպոտենտ հատվածը փորձում է ոչինչ չանելով, այսինքն impeachment-ին չմոտենալով, ընդհանրապես ոչինչ չանելով, տենց խրոխտ խոսալով ստենդը, տենց ինչ-որ «Իսկ դուք տականք սրիկավ», այսինքն շուտ խոսալով գլորվել մինչև 2026 թվականի ընտրություններ։ Այդքան բան։ Մենք ինչ պետք է անենք։ Մենք շատ կոշտ հանրությունը, շատ կոշտ պետք է ընդդիմությանը հասկացնենք, որ մենք դեբիլ չենք, էլի, խոտ չենք ուտում, որ եթե հենց այսօր չլինեն գործնական քայլեր, վճռական ու ծրագրավորված, կազմակերպված քայլեր, ապա 2026 թվականին ընտրողները միամուռ կերպով կմերժեն, կթքեն, կմրեն ու չեն քվեարկի այսօրվա ընդդիմադիր դերակատարներից ոչ մեկի համար։ Որովհետև եթե սենց լինում, այսինքն եթե չի գում Հայաստան, եթե Հայաստանից մաս կատարումներով տալ, այդ դեպքում իմաստավորն է այդ ընտրությունների, ջհանդամիսը դնի այդ ընտրությունները, ասենք, ինչ կապ ունի, այդ 26 թվի ընտրություններին ով կընտրվի, բացարձակ կապ չունի։ Մենք ունենք մի լծակ, ախպեր իշխանությանը մենք չենք ընտրել, բայց ընդդիմությանը էլ մենք ենք ընտրել, այսինքն գործատուն մենք ենք, մեր միակ լծակը իրանց վրա այդ հանրային պարսավանքն է, հրապարակային դեմ տալն է, ապագա ձայների վրա իրանց ազդելն է, որովհետև ոնց հասկացել եմ մենակ այդ ազդում, մենակ այդ ժամանակ են իրար գալիս, տենց ինչ-որ անհանգստանում, մնացած ժամանակ հով լրված են, եթե մենք ոչինչ չանենք, իրանք հով լրվելու են, տենց էլ լինելու է։ Բայց եթե մենք այդ հանրային պահանջը ձևավորենք, այդ դեպքում իրանք իրար կգան։ Ես իրանց էլ եմ հասկանում, այտենց շատ չեմ մեղադրում։ Անկեղծ եմ ասում, հասկանում եմ իրանց։ Ինչի անել ինչ-որ բան, եթե կարես ոչ մի բան չանես, ախպեր։ Չմտնես, անցավ գլուխը չդնես ցավի տակ, պատասխանատվության տակ, փողոց չգեներացնես,
քրեական գործեր չշալակես, դրա փոխարեն կարաս գտես արտասահմանյան պայեստ կեքի քո համար։ Մեր կոդ խրոխտ ելույթ ունես, դուք սրիկա դավաճան, բասես չէ, բանը դավաճանել չեն ասում, կստացի արդեն քանի տարի է ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին ոչ մեկ դավաճան չի ասում։ Չեն կարում, դաժե այդ չեն կարում, էլի։ Դաշո մի քանի հատ տենց կիսա հղի խրոխտ բան, տենց ինչ-որ բաներ ասել ու գնել գործերով, ախպեր, էտա ինչի անել վտանգավոր բաներ, եթե կարելի է ոչ մի բան չանել։ Ես իմ առաջարկը հետևյալն է։ Ես այդ առաջարկը չորեքշաբթի օրվա հանդիպման ժամանակ եմ հնչեցրել։ Հաջորդ չորեքշաբթի ավելի մանրամասն ենք հավաքվելու քննարկենք։ Եթե ընդդիմությունը շատ կարճ ժամանակում, հա, ասեմ ձեզ մի վարքյան բացատրեմ։ Ընդդիմությունը կես քայլով չի մոտեցել Նիկոլ Փաշինյանի հեռացման գործին։ Կես քայլ չի եղել դեպի այդ։ Դուք գիտեք ինչի իմպիչմենտ չի լինում։ Այդ ստից լոլոները, որ ասում են, որ իմպիչմենտ, եթե արվի, չգիտեմ, քպնչի քվեարկի 6 ամսով Նիկոլա անձեռմխելի կդառնա, ես ինչ կլինի բան, չէ, դա լոլոներ են։ Դա ոչինչ չանող մարդկանց արդարացումներ են, թե իրանք ոչ մի բան չեն անում։ Նախ սկսեմ նրանից, որ իմ գիտելիքներով ինչքանով որ ես եմ տեղյակ, իմպիչմենտի վերջի հնարավորությունը մնացել է 3 ամիս մոտավորապես ժամանակ։ Այսինքն 3 ամսում մենք չենք անում իմպիչմենտ, Նիկոլը սենց թենից մտնում է անձեռմխելիության փուլի մեջ։ Հետևաբար ոչինչ չեն կորցնում այդ առումով։ 1. Երկրորդ հերթին ԿՊԱ-կանների քվեարկությունից առաջ նախ պետք է պարզել ընդդիմադիրների ստորագրությունները մենք կարող ենք հավաքենք, թե չէ։ Ընդդիմադիրների ստորագրությունների հավաքելուց առաջ մենք պետք է նաև հասկանանք, թե տեխնացուի շուրջ ունեն իրանք միասնական մոտեցում, որտեղ տեխնացու պետք է լինի։ Նիկոլը գնում է, գալիս է ով։ Այդ Կիրակոսը չկա այդ տեխնացուն։ Ընդդիմությունը չի գնում իմպիչմենտի, որովհետև չի կարողանում համաձայնության գալ տեխնացուի շուրջ։ Մնացածը լոլոներ են։ Այս կողմը ասում է Ջենթադրենք այս թողնի տեխնացուն, այն կողմը ասում է ես չհամաձայն չեմ, այն կողմը ասում է ինչ, այդ ամեն ինչը ավարտվում է ինտերնետում, իրար միս ուտելով, բանը, ով է բերել Նիկոլին հիմար թեզով, որը ներմուծում են քաղաքական օրակարգ, քաղաքական իմպոտենտները, այսինքն մարդիկ, ովքեր չեն կարողանում ոչինչ անել, այդ ոչինչ անելը իրանք փոխարինում են ով է բերել Նիկոլին հիմար թեզով։ Մենք ցավս գիտենք ով է բերել Նիկոլին, տեսել ենք այդ հրապարակային է եղել Նիկոլի գալը, թաքունչս մի օր չենք զարթնել տեսել Նիկոլն անդե վարչապետ։ Դա պարզ տեսել ենք ցավս։ Ընդդիմությունը չի կարողանում իր մեջից մի հատ տեխնացու առաջադրի, որը բոլորի համար օքեյ կլինի։ Ընդդիմության հատված կա, որը շատ դեստրուկտիվ է այդ առումով աշխատում, փչացնում, սևացնում, ցեխոտում է ցանկացած որևիցե տեխնացուի, բացի իր էրոտիկ ֆանտազիաների պրկիչ տեխնացուից։ Սենց է եղել, որ մենք հասել ենք այսօրվան։ Հետևաբար այդ մարդիկ կիսում են պատասխանատվությունը հավասար այս մեր աղետների մասով իհարկե կիսում են։ Իրանց անգործությամբ իրանք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Որովհետև իրանք ընտրել են հետևյալ բանը, քանի մեր լիդերը, մեր աստվածը չի ըլնում այդ վարչապետի տեխնացուն, թող մնա Նիկոլը ախպեր։ Այտենց է դուրս գալիս, ես այդտենց ինքնուրույն չեմ ասում, թող մնա, եթե տենց թող մնա։ Իմ կարծիքով շատ ճիշտ ժամանակն է մի հատ հանրությունով հասկանանք այդ սաղ։ Հասկանանք, թե ով է պահում Նիկոլին։ Ով է պահում Նիկոլին։ Այդ կուտը թե ով է բերել Նիկոլին, դա ասում են այն մարդիկ, ովքեր վախենում են ով է պահում Նիկոլին հարցից։ Նիկոլին պահում են նաև այն ընդդիմադիրները, ովքեր խանգարում են իմպիչմենտի գործընթացին։ Ամեն ձևով փչացնում են իմպիչմենտի գործընթացը։ Եթե կա այտենց ընդդիմադիր ուժ իրան համարող, ուրեմն ինքը Նիկոլի հետ հավասար պատասխանատու է։ Ես առաջարկում եմ իմպիչմենտը ենթադրում է որոշակի գործողություններ եւ պատասխանատվություն, որից խուսափում են բոլորը։ Իմ ամենայն դեպս տեսած բոլորը խուսափում են այդ պատասխանատվությունից ու այդ գործողությունների տակ մտնելուց։ Անկեղծ ասում եմ, իրանց հասկանում եմ։
լրիվ չեմ։ Այդ մարդիկ, ովքեր իրոք խուսափում են պատասխանատվությունից, իմ կարծիքով հիմա այն հարցին, թե ինչ անենք։ Իմ առաջարկը հետևյալն է։ Ես խնդրում եմ այդ առաջարկի շուրջ բոլոր շահագրգիռ ուժերը թող քննարկումներ անեն, թող ասեն սխալ է, էլի լոկ եմ, թող ասեն ճիշտ է կամ ինչ-որ բան ավելացնեն, ինչ-որ բան պակասացնեն, խնդիր չկա։ Ես առաջարկում եմ, որ հանրությունը ինքնուրույն սկսի արդեն ստիպել ընդդիմադիրներին, որ իրանք իրար գան։ Նախ առաջարկում եմ բոլոր կուսակցությունների շարքային անդամներին, քաղաքական թիմերի շարքային անդամներին, որոնց մեծամասնությունը ազնիվ նպատակներով այդ քաղաքական ուժերի շրջանակներում, թող ամեն մեկը իր քաղաքական ուժի շրջանակներում այս հարցը բարձրացնի։ Սկսի պարտադրել իմպիչմենտի թեման։ Ու այդ հարցուր հարցերը տա իր քաղաքական ուժի ներսում, չեմ էլ ասում, այդպես մեծ բերի հրապարակային ասի։ Իմ կարծիքով պետք է փորձել առաջինը աշխատացնել, վերակենդանացնել, ռեանիմացնել ընդդիմությանը եւ պարտադրել ընդդիմությանը, որպեսզի իրանք ստանձնեն այդ պատասխանատվությունը եւ սկսեն Նիկոլ Փաշինյանի անվստահության գործընթացը, ոչ թե ինչ-որ հայտարարություն, ԱԺ-ում, ոնց որ ձեզ փորձել են ժամանակին ինչ-որ կտեր տան, ոչ թե ինչ-որ ելույթ, ոչ թե ինչ-որ հարց, ախպեր անվստահության գործընթաց։ Իրաց մեջից թող տեխնացու ընտրեն, ես բոլոր տեխնացուներին համաձայն եմ, չկա տենց մարդ, որի տեխնացության անհամաձայն եմ, դեմից ասում եմ։ Իմ համար լրիվ մեկ է, թե ով կլինի Նիկոլ Փաշինյանին հանողը, ով կլինի։ Բացարձակ ցանկացած հայ, յան ազգանունով մարդ շատ ավելի արդյունավետ կկառավարի, քան Նիկոլ Փաշինյանը։ Շատ ավելի արդյունավետ, ավելի ամենավատ հայն էլ ավելի քիչ կորուստ կտա, քան մենք հիմա ունենք։ Ես այդ առումով առանձնապես ինչ-որ կմահաճույքներ չունեմ։ Թող ընդդիմությունը մենք պարտադրենք ընդդիմությանը, որ իրանք արագի մեջ իրարից մեջից մի հատ տեխնացու ճարեն, շղկստեն, դնեն, սկսեն իմպիչմենտի գործընթաց։ Թող չասեմ ծրագիր չկա, եթե իրանք ծրագիր ունեն, պատրաստ եմ այդ ծրագրի շրջանակներում իրենց աջակցել, ինչքանով բոլորին է վերաբերվում, խոսքը անխտիր, ինչքանով որ հնարավոր է, գալ, օգնել, այդ ծրագիրը ավելի լավը դարձնել, իրականացմանը մասնակցել, ամենտեղ պատրաստ եմ ես լինել, ամենտեղ պատրաստ եմ օգնել բոլորին։ Եթե չունեն ծրագիր, ես կարող եմ նույնիսկ ծրագրի հարցով օգնել։ Նկատի ունեմ իշխանափոխության ծրագիր քայլ առ քայլ։ Ես այդ հարցով եմ պատրաստ օգտակար լինեմ։ Ինձ թող տան իմպիչմենտի մասին հայտարարության թուղթ գոնե մեկ падգամավորի ստորագրությամբ, որպեսզի սկսվի այդ իմպիչմենտի գործընթացը։ Իմպիչմենտի մասին շատ ավելի մանրամասն լիքը խոսացել է Էդգար Ղազարյանը, ես պետք է խնդրեմ, հիմա նաև եթերից պետք է խնդրեմ, հետո մի հատ էլ առանցին կզանգեմ, կխնդրեմ, որպեսզի Էդգար Ղազարյանը մի հատ նորից լայվի միջոցով բան անի, ամբողջական բացատրի մարդկանց, թե ինչա իմպիչմենտը եւ ոնց կարելի է դա անել, ոնց կարելի է դրան հասնել։ Իմ կարծիքով անգործության ժամանակը արդեն անցնում է։ Արդեն հանցավոր անգործության է վերածվում այս ամեն ինչը։ Իմ կարծիքով վաղուց է վերածվել, բայց ասենց ասեմ, այս պահից սկսած ոտին գցել սпасել ինչ-որ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված հերթական ընտրություններին, իմ կարծիքով դա հանցակցություն է, իմ կարծիքով դա հանցավոր անգործություն է, իմ կարծիքով դա աջակցություն է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանի գործունեությանը։ Մենք պետք է ստիպենք, եթե ընդդիմությունը իր մեջից չկարողացավ տեխնացու ճարի, ուրեմն հանրությունը պետք է ինքը ինչ-որ մի տեխնացուի արագ դնի, ինչ-որ անցումային տեխնացուի ու պարտադրի ընդդիմությանը, որ այդ տեխնացուով մտնեն անվստահություն հայտնեն իշխանությանը Նիկոլ Փաշինյանին։ Եթե ընդդիմությունը ի վիճակի չի կես քայլի, այսինքն մի հատ տեխնացու առաջադրել, օքեյ, խնդիր չեմ տեսնում։
Եթե դուք ի վիճակի չեք, ախպեր, ոնց եք դուք ասում, մի կողմ բան ազատ է, դուք արեք, կանենք ախպեր։ Հարց չկա։ Շատ կարճ ժամանակահատվածում մենք այդ կտեսնենք ընդդիմությունը գնում է impeachment-ի, թե չի գնում։ Կարողանում է իր մեջ sense ուժ գտնի, իր մեջից մի հատ ժամանակավոր անցում է տեխնացու դնի Նիկոլին հանի, թե չի կարողանում։ Եթե չի կարողանում, իմ կարծիքով ճիշտ է այդ մոտեցումը, որ եթե մենք չենք կարողանում, դուք արեք, մենք կանենք։ Հանրությունը դա կանի, այդ տեխնացուին կդնի ու դալշը արդեն կտեսնենք։ Այդ հանրային ճնշումը ես անպայման կապահովեմ այդ այն ընդդիմադիրների վրա, ում հանցավոր անգործության պատճառով մենք շարունակում ենք հանդուրժել Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ, որ բոլորը տենց հերթով չզարմանա, վայ, այս ինչ եղավ, վայ, այս կտորն է գնաց, վայ, այս տականքը հանձնեց, այս ինչը, թուրքերին կանչեց, թուրքերի մոտ գնաց, ախպեր, հա, ալնելու է, դա տենց միշտ ալնելու է, քան եսի կա, տենց ալնելու է։ Պետք է մենք ինչ-որ բան անենք։ Եկեք խոսանք ելքերից, ոչ թե տենց գեղարվեստական քննադատության մրցույթներ հայտարարենք։ Լավ եղեք, չորեքշաբթի մարտի 19-ին մեր մոտ կամեր 23-ում փակ հանդիպում է, կարան գան բոլոր ընդդիմադիր, բոլոր անխտիր, բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, բոլորը կարան գան նախապես ամրագրելով տեղը, որտեղ տեղի զուտ տեղի խնդիր ունենք այդքան բան։ Վերջի պահին տենց որ գալիս են, մենք չենք կարողանում ընդունել մարդկանց։ Նախապես ամրագրեք ձեր տեղը, եկեք նստենք, խոսանք, արդեն քայլեր, գործնական քայլերի անցնենք։ Լավ եղեք, ընթացիկ նորից կապի մեջ կլինենք։